Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1455-րդ օրն է։ Մենք ապրեցինք հերթական գիշերը լի կատաղի փոխադարձ օդային հարձակումներով։ Պուտինը որոշել էր բանակցություններից առաջ նորից թշերը փչել ուրացնել, իսկ ուկրաինական կողմը, գիտենալով նրա այդ սովորությունը, որոշեց ձախողել Պուտինի պլանները։ Մեր տելեգրամյան ալիքի բաժանորդները հավանաբար արդեն տեսել են կադրերը Վիբորգից մինչև Մախաչկալա, Կրասնոդար եւ նույնիսկ Կազան եւ Պերմ։ Ռուսները իրենց շահեդները բաց թողեցին գրեթե ողջ Ուկրաինայի ուղղությամբ, թեկուզ 1-2 հատով, բայց փորձում էին հասնել մինչև երկրի արևմտյան մարզեր, չնայած 400-ից ավել թիրախ էին բաց թողել։ Բացի շահեդներից թշնամին օդ բարձրացրեց իր այսպես կոչված ռազմավարական ավիացիայի մնացորդները։ Թիրախները, ինչպես միշտ, Ուկրաինայի քաղաքացիական եւ էներգետիկ օբյեկտներն են։ Երևի Պուտինը դեռ կարծում է, թե դրանով մեզ տպավորում կամ վախեցնում է, բայց այս առիթով ես արդեն բազմիցս հիշեցրել եմ ուկրաինական ասացվածքը՝ հիմարը մտքում է հարստանում։ Ուկրաինական հոպը խոցել է շուրջ 400 ռուսական հրթիռ եւ դրոն, Ռուսաստանի կողմից արձակված 425-ից, խոցված թիրախների թվում են 20 Խ-101 թևավոր հրթիռներ, 40 Իսկանդեր K թևավոր հրթիռ, 1 Խ-5969 կառավարվող ավիահրթիռ։ Եթերի պատրաստման պահին հարձակումը դեռ շարունակվում էր, օդային տարածքում մնացել էին եւս մի քանի դրոններ, արձանագրվել է 4 բալիստիկ հրթիռի եւ 18 հարվածային դրոնի հարված 13 տեղանքում, խոցված թիրախների բեկորների ընկնում տեղի է ունեցել 8 վայրում։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ընդգծել է, որ հարվածները ուղղված են եղել էներգետիկայի ոչնչացմանը եւ կոչ է արել միջազգային գործընկերներին ուժեղացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ։ Իրենց հերթին ուկրաինական դրոնները եւ հրթիռները թռչում էին նպատակաուղղված դեպի ռազմական եւ ռազմավարական օբյեկտներ, բայց չէին մոռանում նաեւ էներգետիկ օբյեկտների մասին, քանի որ արդեն որոշ ժամանակ է մերոնք հենց այդպես են պատասխանում Պուտինյան ահաբեկչությանը։ Մեր հարվածների մասին քիչ ուշ կասեմ։ Այս ողջ իրարանցումը կապված է Ժնևում այսպես կոչված բանակցությունների հետ, սակայն համաշխարհային առաջնորդներից ավելի ու ավելի քչերն են հավատում դրան եւ ավելի հաճախ են այդ մասին բարձրաձայնում, ինչպես օրինակ Չեխիայի նախագահը։ Նա հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ համաձայնագրի կնքումը կարճաժամկետ հեռանկարում քիչ հավանական է Ռուսաստանի դիրքորոշման պատճառով։ Իսկ ահա Լեհաստանի արտգործնախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը կապված Ուկրաինայի դեմ շարունակվող ռուսական ագրեսիայի եւ Մոսկվայի կողմից Լեհաստանը որպես ոչ բարեկամական պետություն ճանաչելուց հետո։ Այս մասին ասված է լեհական արտաքին քաղաքական գերատեսչության կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ Ռուբիոն հայտարարում է, որ Ամերիկան ոչ մեկին չի ստիպում համաձայնել Ուկրաինային վերաբերյալ գործարքին, Ամերիկան միջնորդի դեր է խաղում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղ բանակցություններում, ասում է Ռուբիոն։ Վաշինգտոնը չի հարկադրի կողմերին ստորագրել գործարքը։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Հունգարիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ռուբիոյի խոսքերից մի քանի ժամ անց Թրամփը լրագրողներին կրկին ասաց, որ Ուկրաինան իր կարծիքով պետք է որքան հնարավոր է շուտ միանա երկխոսությանը։ Համաձայնեք, որ Մեդինսկու հետ երկխոսության մասին խոսքերը կարծես որպես զառանցանք են հնչում։ Այո, մերոնք կբանակցեն։ Ուկրաինական դիրքորոշումը հայտնի է մեր լսարանին, մենք մասնակցում ենք այն ամենին, որտեղից կարելի է օգուտ քաղել մեր երկրի համար։ Իսկ Թրամփը նման վարքագծով ռիսկի է դիմում երկրորդ անգամ հայտնվել իմպիչմենտի սպառնալիքի տակ։ Ամերիկացիները դժվար թե սա ներեն ընտրություններում։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի առաջին իմպիչմենտը 19-20 թվականներին ուղղակիորեն կապված էր Զելենսկու եւ Ուկրաինայի հետ նրա հարաբերությունների հետ։ Ըստ երևույթին չմարսելով դա Թրամփը շարունակում է սխալներ թույլ տալ Ուկրաինայի ուղղությամբ։ Կյանքի դասը վատ է սերտել Թրամփը։ Նենց չլինի, թե ստիպված լինի նորից վերապրել այդ խայտառակությունը, որի անունն է իմպիչմենտ։ Իդեպ Ռուբիոյի այցերը Հունգարիա եւ Սլովակիա այդ երկրներին քիչ բան տվեցին։ Հիշեցնեմ, որ Եվրոմիության պատժամիջոցների ֆոնին Ամերիկան բացառություններ էր արել այդ երկրների համար Ռուսաստանից էներգակիրներ գնելու առումով, բայց նավթատարի վնասումից հետո Օրբանն ու Ֆիցոն մեծ խնդրի առաջ էին կանգնած։ Նույնիսկ Ռուբիոյի այցի ֆոնին Խորվաթիան, որին դիմել էին Օրբանն ու Ֆիցոն, մերժեց իր տարածքով ռուսական նավթի տարանցումը դեպի այդ երկրներ։ Սա շատ ցայտուն օրինակ է, որ այն երկրների ղեկավարները, ովքեր Եվրոպայում փորձում են խաղալ Ամերիկայի հետ, միևնույնն է բախվում են նույն զրոյական արդյունքին։ Բազմիցս անդրադարձել եմ, որ Բրյուսելում քննարկվում են տարբեր եղանակներ, ինչպես պատժել նման երկրների վարքը։
Թրամփի գալով միջազգային քաղաքականության մեջ մետամորֆոզները գնալով շատանում են։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին փորձում է հակաթրամփյան կոալիցիա հավաքել հիմնականում արևմտյան բլոկի երկրներից եւ պլանավորում է միավորել շուրջ 40 առաջատար տնտեսապես հզոր պետությունների։ Սա յուրօրինակ տնտեսական եւ քաղաքական պատասխան է Թրամփի արկածախնդրությանը տարիֆների առումով եւ այսպես կոչված խաղաղության խորհրդին։ Այս լուրերի ֆոնին եւս մեկ անգամ ասեմ, որ ամերիկացի ժողովուրդը մեր մեծ բարեկամն է եւ ցավոք հենց ամերիկացիներն են ամենից շատ տառապում Թրամփի քաղաքականությունից։ Ի վերջո, փորձելով լուծել անձնական վրեժը, Թրամփը հակասում է հենց իր լոզունգին՝ սկզբից Ամերիկան, երկրի շահը, բայց իրականում երևում է, որ նա իր սեփական ամբիցիաներով է տարված եւ կորպորացիաների շահերի պաշտպանմամբ։ Միևնույն ժամանակ Իրանը հրաժարվել է Հնդկաստանի կողմից կալանավորված ստվերային նավատորմի այն 3 տանկերներից, որոնց մասին ես ձեզ հայտնել էի, իսկ հետո մանրամասնել իմ եթերներում։ Սկզբից ասվեց, որ ռուսականը, հետո իբր իրանական, հիմա Իրանը նորից իր վրայից գցում է։ Դե պարզ է, որ այդ ստվերային նավատորմը եւ Ռուսաստանի եւ Վենեսուելայի եւ Իրանի ռեժիմներին է ծառայում, ինչեւ հիմա ամեն մեկը պետք է իր վրայից գցի, որպեսզի խայտարակված չհամարվի։ Իսկ աղմկահարույց լուրերի ֆոնին քիչ էր մնում աննկատ մնային այն տեղեկությունները, որ Ռուսաստանում նորից սկսել են ադրբեջանցիներ ձերբակալել։ Ռուսուժայինները Կրասնոյարսկում ձերբակալել են ադրբեջանական ցակումով փաստաբան Ալեքբեր Գարաևին իր 2 ծանոթների հետ միասին։ Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ Գարաևը ձերբակալվել է խարդախության կասկածանքով։ Դե ինչպես ասում են, «Միլիե բրանյացը только тешатся»։ Այդ ընթացքում Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունի ռազմաճակատում, Ուկրաինայի զինված ուժերը վերցնում են նախաձեռնությունը հարավում, առաջխաղացման տեպերի անկումը Մոսկվային զրկում է Ժնևի բանակցությունների գլխավոր փաստարկների մեկից, իսկ ուկրաինական հակագրոհները հարավում փոխում են օպերատիվ պատկերը։ Առանձին հատվածներում Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է թշնամու առաջապահ ստորաբաժանումներին հետ շպրտել որոշ դեպքերում մինչև 10 կիլոմետր։ Ուկրաինական հրամանատարությունը ավանդաբար չի բացահայտում գործողության մանրամասները եւ պաշտոնական մեկնաբանություններ չի տալիս մարտերի ընթացիկ փուլի վերաբերյալ։ Իրական վիճակը մնում է դինամիկ։ Դե մեր լսարանը հստակ գիտի, որ ուկրաինական կողմը միայն գործողությունների ավարտից հետո է բացահայտում իրականությունը։ Ուկրաինական պաշտպանության ուժերը մի շարք հակագրոհներ են իրականացրել հարավային ռազմաճակատում եւ վերահսկողության տակ վերադարձրել 12 բնակավայր, ընդ որում ռուսները չեն դադարեցնում իրենց հարձակման փորձերը։ Ուկրաինայի զինված ուժերը ռեկորդ են սահմանել փետրվարի 11-ից 15-ը ազատագրելով 201 քառակուսի կիլոմետր տարածք, ինչը լավագույն արդյունքն է 23 թվականի հունիսից ի վեր։ Ռուսական բանակը կորցրել է նույնքան տարածք, որքան կարողացել էր զավթել ողջ 25 թվականի դեկտեմբերին։ Այս մասին հայտնում է France 24-ը, իսկ ասայի հավելում է։ Այսպիսով նաև պարզաբանվում է, թե ռուսական ամենօրյա այդ հաղթական լուրերը ինչպես են զրոյացվում, այսինքն իրենք ամիսներով առաջ են գալիս, մերոնք մի քանի օրվա մեջ ետ են գցում եւ ազատագրում կարևոր դիրքեր, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը խրվել է եւ չի կարողանում որևիցե հարց լուծել ռազմաճակատում, ինչեւ գործողությունը շարունակվում է։ Ես ձեզ ներկայացրեցի տարբեր օրերի հատվածների տեղեկատվություն, ինչը որ հնարավոր է գտնել այս պահին։ Հուսանք ուկրաինական գործողությունները նորանոր հաջողություններ մեզ կպարգևեն։ Ռազմաճակատում նախորդին տեղի է ունեցել 201 մարտական բախում, որոնց շրջանակներում օկուպանտները կորցրել են եւս 890 զինվոր եւ 696 միավոր տեխնիկա եւ սպառազինություն, իսկ թշնամու թիրախների հաջող խոցումների մասին կհայտնեմ մեր եթերի եզրափակիչ մասում, բայց մինչ այդ կան եւս մի շարք շատ կարեւոր նորություններ։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Ասեմ, որ վերջին ժամանակահատվածում նաեւ Իրանի իրադարձություններին ենք ուշադրություն դարձնում։ Բազում կադրեր կան նաեւ Իրանից, բայց իհարկե ամենատպավորիչը ուկրաինական ռազմաճակատից է։ Արևմտյան փորձագետների գնահատականներով ռուսական տնտեսությունը ոչ թե լճացման կամ ռեցեսիայի մեջ է, այլ ապրում է ձգձգվող եւ խորը ճգնաժամ։ Բացասական հավասարակշռություն, Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է մահվան գոտում, գրում է Էկոնոմիստը։ Ռուսական տնտեսությունը հայտնվել է մի վիճակում, որից դուրս գալը չափազանց բարդ կլինի առանց նոր լուրջ ցնցումների։ Այս մասին գրում է Բերլինի Կարնեգիի կենտրոնի գիտաշխատող
Ալեքսանդրա Պրոկոպենկոն Էկոնոմիստի համար պատրաստված նյութում, ըստ նրա գնահատականի, Ռուսաստանը այսօր փաստացի գտնվում է այսպես կոչված մահվան գոտում, լեռնագնացության մեջ, այսպես են անվանում այն բարձրությունը, որտեղ օրգանիզմը այլևս չի կարող նորմալ գործել թթվածնի պակասի պատճառով։ Փորձագետը կարծում է, որ ռուսական տնտեսությունը խրվել է բացասական հավասարակշռության վիճակի մեջ, մի կողմից ձևականորեն այն շարունակում է աշխատել եւ նույնիսկ չնչին աճ է գրանցում, մյուս կողմից այդ աճը երկրին զրկում է ապագայի հեռանկարներից։ 25 թվականին ագրեսոր երկրի տնտեսությունը աճել է ընդամենը 1%-ով, իսկ ընթացիկ տարվա կանխատեսումներն էլ ավելի թույլ են թվում։ Դրան զուգահեռ արտահանումից ստացվող եկամուտները նվազում են, իսկ բյուջեի ճեղքերը հարկերի հաշվին փակելը գնալով դժվարանում է։ Ըստ մասնագետի, վերջին 4 տարիների ընթացքում Ռուսաստանի տնտեսությունը փաստացի երկփեղկվել է։ Առաջինը ռազմական հատվածն է եւ դրա հետ կապված ճյուղերը, հենց այնտեղ են ուղղված հիմնական ռեսուրսները, աշխատուժը, ներդրումները, ներկրվող մատակարարումները։ Այս ուղղությունները առաջնահերթություն են ստանում եւ շարունակում են աճել։ Երկրորդ մասը քաղաքացիական ճյուղերն են, փոքր ու միջին բիզնեսը եւ սպառողական հատվածը։ Դրանք զգում են ռեսուրսների դեֆիցիտ եւ լճացում։ Ռուսաստանում արտադրության ընդհանուր ծավալը 3 տարվա ընթացքում աճել է ավելի քան 18%-ով, սակայն, ինչպես ընդգծում է փորձագետը, այս ամբողջ աճը գրեթե ամբողջությամբ ապահովվել է ռազմական պատվերների հաշվին։ Տնտեսությունը ավելի ու ավելի է կախվածության մեջ ընկնում այսպես կոչված ռազմական ռենտայից, պաշտպանական ձեռնարկություններում բյուջետային ներարկումներից, որոնք աշխատատեղեր են ստեղծում եւ պահպանում պահանջարկը։ Տարբերությունը նախորդ տարիների նավթային եկամուտներից սկզբունքային է, այն ժամանակ գնումները գալիս էին դրսից հումքի արտահանման հաշվին, հիմա տեղի է ունենում միջոցների ներքին վերաբաշխում։ Ըստ էության տնտեսությունը սպառում է սեփական ռեսուրսները, չստեղծելով կայուն հիմք ապագա զարգացման համար։ Մասնագետը նշում է, որ սա սովորական ռեցեսիա չէ, որը կարելի է հաղթահարել քաղաքականության մեղմ շտկմամբ։ Իրավիճակը ավելի շուտ հիշեցնում է իսկական ձգձգվող ճգնաժամ, որքան երկար Ռուսաստանը մնա պատերազմական վիճակում, այնքան ավելի դժվար կլինի վերադարձը որևէ կայունության առանց տնտեսության համար ցավոտ հետևանքների։ Այլ խոսքերով ասած, Ռուսաստանը արդեն անցել է վերադարձի գիծը, որպեսզի նորից կայունացվի իրավիճակը երկրում։ Դե սա սպասելի էր, քանի որ շատերն էին զգուշացնում։ Իդեպ, քանի որ այսօր խոսք գնաց Կանադայից, ասեմ, որ այդ երկիրը նույնպես միացել է Եվրոմիության վերազինման ծրագրին, ինչպես իր միկրոբլոգում գրել է Պաշտպանության եւ տիեզերքի հարցերով եվրոպական հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը, Կանադան պաշտոնապես միացել է Եվրոմիության SAFE ծրագրին, որն ուղղված է եվրոպական պետությունների վերազինմանը աջակցելուն։ Նման լուրերը ես ակցենտավորում եմ, որպեսզի հայկական քաղաքական դաշտը տեսնի աշխարհի իրական պատկերը, ինչ փոփոխություններ եւ տենդենցիաներ կան եւ ինչ հնարավորություններ եւ մարտահրավերներ են ստեղծում Հայաստանի համար։ Հաշվի առնելով, որ Հայաստանում գործում է ցավոք դեռ ազդեցիկ 5-րդ շարասյուն, որը ձգտում է նույնիսկ դեպի մեռնող Ռուսաստան, նման կարգի լուրերը շատ կարեւոր են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համար։ Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերը հաջողությամբ խոցել են թշնամու թիկունքային եւ օպերատիվ ենթակառուցվածքները ժամանակավոր օկուպացված տարածքներում FP-2 դրոնների միջոցով։ Նշվում է, որ օկուպացված Ղրիմի Պիշանայե գյուղում խոցվել է Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների պահպանման վայրը, հարվածի վայրում գրանցվել են հզոր պայթյուններ, իսկ Զապորոժիեի մարզի օկուպացված Վիսոկայե գյուղում ոչնչացվել է Ռուբիկոն ստորաբաժանման հեռակակառավարման կետը, մի քանի դրոններ հասել են Թիրախին։ Ընդհանուր առմամբ փետրվարի 9-ից 14-ը ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերը հաջողությամբ խոցել են թշնամու ավելի քան 10 ռազմական օբյեկտներ, անձնակազմի կենտրոնացման վայրեր, զինամթերքի եւ վառելիքաքսուքային նյութերի պահեստներ, ռազմական տեխնիկայի կայանատեղիներ եւ այլ թիրախներ։ Բացի այդ, փետրվարի 17-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել Կրասնոդարի երկրամասի Իլսկիի նավթավերամշակման գործարանին եւ օկուպացված տարածքներում գտնվող մի շարք լոգիստիկ եւ ռազմական օբյեկտների։ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով Իլսկիի նավթավերամշակման գործարանին հասցված հարվածից հետո օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Այս ձեռնարկությունը Ռուսաստանի հարավի նավթային ոլորտի խոշորագույններից է, որն ապահովում է վառելիքի արտադրությունը եւ սնուցում օկուպանտների բանակը։ Դե վառ կադրերը մեր Telegram-ում արդեն կան վաղուց։ Ինչպես նշվում է, վտանգի ֆոնին Ռուսաստանի Կրասնոդարի, Սոչիի եւ Գելենջիկի օդանավակայանները դադարեցրել էին
աշխատանքը առնվազն 4 ժամով, օդային տագնապ է հնչել նաև Նովորոսիյսկում եւ Սլավյանսկ նա Կուբանիում, միևնույն ժամանակ գիշերվա 3-ի սահմաններում պայթյուններ են որոտացել Թաթարստանի Կազան եւ Նիժնեկամսկ քաղաքների մերձակայքում, տեղական ալիքները գրում էին պայթյունների ձայների մասին, որոնցից հետո Կազանի թաղամասերից մեկում հոսանքազրկում է տեղի ունեցել։ Թաթարստանի տարածքում կան ռուսական բանակի բազմաթիվ ռազմավարական եւ ռազմական օբյեկտներ, ուստի ուկրաինական դրոնները պարբերաբար հարձակվում են դրանց վրա։ Այդ ընթացքում անհասկանալի իրադարձություններ էին տեղի ունենում Դաղստանում կապված գազամատակարարման հետ, բայց այստեղ բարի դրոնների հետք դեռ չի երևում, իսկ Զապորոժիեի օկուպացված տարածքի Ռոզովկա եւ Լյուբիմովկա շրջաններում խոցվել են ռուսական զորքերի կենտրոնացման վայրերը, Զելենոպոլի շրջանում հարված է հասցվել թշնամու 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի կապի հանգույցին, բացի այդ Դոնեցկում եւ Լիդինը բնակավայրի մոտ խոցվել են նյութատեխնիկական ապահովման պահեստները, օկուպացված Սևաստոպոլում հայտարարել են վերջին շրջանի ամենաերկարատև հարձակումներից մեկի մասին, բացի այդ ըստ ռուսական լրատվամիջոցների գիշերը հարվածային դրոնները գրոհել են Ռուսաստանի Պերմի երկրամաս, որտեղ աշխատում էր Մետաֆրաքս քիմիական ձեռնարկությունը, հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել գործարանում, հայտնի է, որ գործարանը արտադրում է պայթուցիկ նյութերի բաղադրիչներ, նշենք, որ ուկրաինական տարածքներից մինչև այս ձեռնարկություն հեռավորությունը 1600-ից 1800 կիլոմետր է։ Բայց ինչպես տեսնում եք, հեռավորությունը արդեն խնդիր չէ ուկրաինական դրոնների համար։ Ռուսաստանում պայթեցվել է Պարետատունը, որտեղ տանկիստներ էին պատրաստում Ուկրաինայի դեմ պատերազմելու համար։ Ռուսաստանի Լենինգրադի մարզում պայթյուն է արձանագրվել ռազմական Պարետատան շենքում։ Ռուսական աղբյուրների տվյալներով պատահարի հետևանքով կան զոհեր, փլատակների տակ կարող են մարդիկ լինել, ինչպես գրում է Ագենստվոն, այստեղ պատրաստում էին տանկիստների եւ հետախույզների Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ Փլուզման հետևանքով զոհվել է 3 մարդ, ըստ ռուսական աղբյուրների եւս 3 կամ 4 մարդ կարող են գտնվել փլատակների տակ։ Պայթյունը տեղի ունեցել Վսևոլժսկի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի վարչական շենքի հարկերից մեկում։ Դետոնացիայից հետո կառույցը լուրջ վնասվածքներ է ստացել։ Տելեգրամյան ալիքներում հրապարակված լուսանկարներում երևում է, որ շենքի 2-րդ եւ 3-րդ հարկերը, ինչպես նաեւ տանիքը մասնակիորեն փլուզվել են։ Պատիժը փաստացի հասավ նրանց, ովքեր պատրաստվում էին սպանել խաղաղ ուկրաինացիներին։ Սա նաեւ մենք ցուցադրում ենք, որ գիտենք, թե որտեղ ինչով են զբաղված ռուսները եւ քանի գնում է մեր զինուժի ձեռքերը երկարում են, եթե կարելի է այդպես ասել։ Ուկրաինայի զինված ուժերը Ղրիմում ոչնչացրել են նաև նավերի որսորդին, այդպես են կոչում K-27 նավային ուղղաթիռին։ Ուկրաինացի զինվորականները գիշերը խոցել են ռուսական K-27 նավային ուղղաթիռը Ղրիմի Կամիշլի բնակավայրի շրջանում, արձանագրվել է ուղիղ խոցում։ Բացի այդ, փետրվարի 16-ին պաշտպանության ուժերը խոցել են ռուսական զորքերի դրոնների կառավարման 3 կետ Գուլյայպոլեի շրջանում, Զապորոժիեի մարզի օկուպացված տարածք, Անատոլիևկայի շրջանում, սա արդեն Ռուսաստանի Կուրսկի մարզում է, Զատիշե բնակավայրում, որը նույնպես Զապորոժիեի մարզի օկուպացված տարածքում է։ Ուկրաինական զորքերը նպատակաուղղված շարունակում են թուլացնել ագրեսորի մարտական ներուժը։ Ուկրաինայի գենշտաբը իհարկե ավելի քիչ հարվածների մասին է ներկայացրել տեղեկատվությունը, քան կամ մեր տելեգրամյան ալիքում։ Ուստի ովքեր դեռ բաժանորդագրված չեն մեր Telegram-ին, անպայման բաժանորդագրվեք, QR կոդը նորից տեղադրեցի ձեր էկրաններին։ Telegram-յան կադրերով մենք կարծես հավելում ենք մեր YouTube-յան եթերը։ Շատ չերկարացնեմ աշխատանքային օրվա հաղորդումը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել մեր եթերը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, դա մեզ շատ է օգնում։ Ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք եւ մինչ նոր հանդիպում վաղվա եթերում, բարով մնաք։